Հայոց ցեղասպանության զոհերի առաջին հուշահամալիրը գտնվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում և կոչվում է նահատակած հուշարձան։ Այս հուշարձանը կառուցվել է 1965 թվականին, իսկ մի քանի տարի հետո կառուցվեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին հայ եկեղեցին առաջինը հանդես եկավ հիշատակության մեծածավալ միջոցառումների կոչով։ 1965 թվականին հրապարակվեց երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի կոնդակը, որով 1965 թվականը հռչակվեց ազգային սուգի և աղոթքի տարի։ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին 2015 թվականի ապրիլի 23-ին Նորին Սրբություն Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծին տան Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ի կոնդակով սրբադասվեցին Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր նահատակները։ Ամեն տարի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանները ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ նահատակած հուշարձանի մոտ կատարում են բարեխոսական կարգ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների համար։